Քարացած թագավորությունը ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի հեռու երկրում, մի թագավորությունում մի զինվոր է լինում։ Սա մի քանի տարի ազնիվ ծառայում էր, իր գործը լավ գիտեր ու ծառայությունը տեղը տեղին անում էր։ Բայց հակառակի պես ծառայության վերջին տարին, որ եկավ, մեծ ու փոքր պետերի աչքից ընկավ, այնքան, որ ամեն րոպե մահակի տակ էին գցում։ Վատ էր զինվորի վիճակը, որոշեց փախչել։ Պայուսակը ուսը գցեց, հրացանը մյուսն ուսն առավ, ընկերներին հրաժեշտ տվեց։ Սրանք հարցրին, թե ուր ես գնում, կարող է պետը կանչում է։ Մի հարցրեք, տղերք, ուսապարկիս գոտին ձգեք ու ինձ էլ բարի հիշեք։ Ու գնաց կտրիչ տղան, ուր որ աչքը կկտրեր։ Շատ գնաց թե քիչ, հասավ մի ուրիշ թագավորություն։ Սահմանի վրա ժամապահին տեսավ ու հարցրեց. Չի կարելի էստեղ մի քիչ հանգստանալ։ Ժամապահը դիմեց եֆրեյտորին։ Եֆրեյտորը սպային, սպան էլ գեներալին։ Գեներալը զեկուցեց հենց իրեն, թագավորին։ Թագավորը հրամայեց, որ զինվորին բերել տան իր լույս աչքի դեմը կանգնեցնեն։ Զինվորը եկավ, ոնց որ հարկն է, հրացանով պատվի առավ ու տնկվեց։ Թագավորը հարցրեց. Ինձ անկեղծ ասա, որտեղից ուր ես գնում։ Ձերը թագավորական մեծություն, ինձ մի պատժեք, թողեք իմ պատմությունն անեմ։ Ամեն ինչ թագավորին պատմեց ու ծառայություն խնդրեց։ Լավ է, ասավ թագավորը, մնա իմ այգին հսկի։ Այգումս մի բան է կատարվում, մեկն իմ սիրած ծառերը ջարդում է։ Դու աշխատիր ծառերը պահել, քեզ լավ վարձ կտամ։ Զինվորը համաձայնվեց ու սկսեց այգում պահակություն անել։ Մի տարի ծառայեց, 2 տարի, ամեն ինչ լավ էր։ 3-րդ տարին վերջանալու վրա զինվորը գնաց այգուն մտիկ տալու։ Տեսավ, ամենալավ ծառերի կեսը կոտրտված է։ Ողորմած Տեր, ինքն իրեն մտածեց. Էս ինչ տեսակ խաթա էր, որ թագավորը տեսավ, ինձ կախել կտա։ Հրացանը ձեռն առավ, հենվեց մի ծառի ու ընկավ մտքերի մեջ։ Մեկ էլ հանկարծ աղմուկն ու ճռոցն ընկավ այգին։ Կտրիչ տղան ուշքի եկավ, տեսավ մի մեծ ահարկու թռչուն, վեր եկավ այգու վրա ու սկսեց ծառերը ջարդոտել։ Զինվորը կրակեց, սպանելը չսպանեց, բայց աջ թևից վիրավորեց։ Էդ թևից 3 փետուր ընկավ, իսկ թռչունը հախավ։ Զինվորն ընկավ ետևից, բայց թռչունն արագ հասավ մի խոր փոսի ու անհետացավ։ Զինվորն էլ չվախեցավ, ետևից իրեն գցեց էդ փոսն ու ընկավ մի խոր անդունդ, ջարդվեց, ջարդ ու փշուր եղավ, մի քանի օր ուշագնաց պառկած մնաց։ Հետո ուշքը եկավ, ոտքի ելավ, 4 կողմը նայեց, ինչ տեսնի, գետնի տակ լույս։ Երևում է, էստեղ էլ մարդ կա, մտածեց նա։ Գնաց, առաջը մի մեծ քաղաք կանգնեց, քաղաքի մոտ պահականոց, պահականոցում էլ մի պահակ։ Զինվորը սկսեց հարցեր տալ, պահակը ոչ ձեն է հանում, ոչ շարժվում է, ձեռքը բռնեց, լրիվ քարացած էր։ Մտավ պահակակետ, տեսավ, մեջը լիքը ժողովուրդ, կանգնած, նստած, բայց բոլորը քար։ Ընկավ փողոցները, ման եկավ, ամեն տեղ նույնը, ոչ մի կենդանի շունչ, քար է որ կա։ Հրեն, այն պալատը նախ շատ զարդարած, մտավ ներս։ Սեղանների վրա տեսակ ուտելիք ու խմելիքներ, հարուստ սենյակներ,
բայց թե շուրջը լուռ ու դատարկ։ Զինվորը կերավ, խմեց, նստեց, որ հանգստանա։ Մեկ էլ ոնց որ մեկը դռներին մոտեցավ, հրացանն առավ ու դռների մոտ կանգնեց։ Պալատ մտավ չքնաղ արքայադուստրը իր նաժիշտներով։ Զինվորն էլ ի պատասխան գլուխ խոնարհեց։ «Բարև, զինվոր, դե պատմիր», ասավ արքայադուստրը, «ոնց ես էստեղ ընկել»։ Զինվորը սկսեց պատմել, թե թագավորի այգում պահակ մտա մի մեծ թռչուն, էդ այգու տեղը սովորել էր ու գալիս ծառերը ջարդում էր։ Ես էլ զգուշացրի դրան, կրակեցի, թևից 3 փետուր պոկեցի, ընկա ետևից ու հասա էստեղ։ Էդ թռչունն իմ հարազատ քույրն է, մեզ շատ վատություն է արել, իմ թագավորությունն էլ դժբախտության մեջ է գցել, ամբողջ ժողովրդիս քարացրել է։ Հիմա լավ լսիր, ինչ եմ ասում։ Առ ես գիրքը, այ ենտեղ կանգնիր ու մինչև աքլորական չկարդա։ Ինչ էլ որ լինի, աչքիդ ինչ չարքեր էլ երևան, դու քո գործն արա, գիրքը կարդա ու պինդ բռնի, որ ձեռիցդ չխլեն։ Տարան կենդանի չես մնա, թե որ 3 գիշեր դիմանաս, ես քեզ կառնեմ։ Լավ, ասավ զինվորը։ Հենց մտնեց, գիրքը վերցրեց ու սկսեց կարդալ։ Հանկարծ թխկոց ընկավ պալատը։ Մի ամբողջ զորք լցվեց ներս, զինվորի աչքին իր մեծերը երևացին, սկսեցին վրան գոռգոռալ, փախուստի համար մահապատժով սպառնալ, հետո էլ հրացանները լցրին ու նշան բռնին։ Բայց զինվորը բանի տեղ չդրեց, գիրքը ձեռքից բաց չթողեց, մինչև լույս կարդաց։ Հենց աքլորական չեղավ, ամեն ինչ տեղն ու տեղը չքացավ։ Երկրորդ գիշերը ավելի ահավոր էր, իսկ երրորդը էլ ավելի վատ։ Դահիճները վազ տալով եկան, կացիններով, թրերով, սղոցներով, ուզեցին զինվորի ոսկորները ջարդել, ջլերը քաշել, կրակի վրա վառել ու հետն էլ մտածում էին, գիրքը ոնց ձեռքից խլեն։ Այնպիսի տանջանքներ տվին, որ զինվորը հազիվ դիմացավ։ Հենց աքլորական չեղավ, չարքերը չքացան։ Այդ ժամանակ էլ ամբողջ թագավորությունը կենդանացավ, փողոցներում ու տներում մարդիկ աշխուժացան, իսկ արքայադուստրն իր շքախմբով, գեներալներով եկան պալատ։ Բոլորը զինվորին շնորհակալություն հայտնեցին ու դարձրին իրենց թագավորը։ Հաջորդ օրը զինվորը պսակվեց չքնաղ արքայադստեր հետ ու սիրո ուրախության մեջ կյանք արին։